նշեցիք ինչ տարածքներ են ընդգրկելու ստորագրահանքը, ուզեի տեղեկանալ, եթե հատկապես մարզերում հասանելիությունը բավականին դժվար է, օրինակ նույն ես նշեմ Գևորգյանի կենտրոնացը, Գավառը նշեցիք, տարածքը, մարդու տարածքը, այդ պարագայում ինչպես է նախատեսվում օրինակ հասանելիությունը ապահովում։ Հարգելի լրագրող, ինչպես նախ պարոն Չալաբյանն նշեց, մենք ընդհանրացակելու ենք մեր գրասենյակները եւ բացի դրանից մեր ներկայացուցիչները պատրաստ են այցելել տվյալ համայնք, օրինակ Գավառում մեր գրասենյակն է գտնվում, մեր Գավառի անդամները, եթե ցանկություն լինի կամ հենց մեկ օրը կտրամադրենք, օրինակ իրանք այցելեն Վարդանից կամ այլ համայնք է Ճամբարակ, Մարտունի, Սևան, ու նաեւ այդ քաղաքացիները տեղեկացված կլինեն, որ այդ օրը ստորագրավակ է լինելու կամ իրան զանգով նույնիսկ հեռախոսահամարներ տրամադրված է, մեր կայքում դրված է, զանգում են Գավառի հայակվի գրասենյակ, պայմանավորում են, որ իրենք ուզում են ստորագրություն հանձնել եւ մերոնք կմոտենան որոշակի քանակով կհավաքվեն ու կմոտենան ստորագրությունը կանցնել։ Գիտեք, ձեր հարցի միջից միտք տվեց, գուցե դրա մասին էլ պետք է մտածենք։ Մենք Գավառում ունենք օրինակ մշտական գրասենյակ, հայակվի Մարտունիում ցավոք դեռևս չենք բացել, բայց եթե Մարտունիում լինի նախաձեռնող խումբ, որը հետաքրքրված է մեզ աջակցել, ինչպես նախկինում, երբ որ մենք ստորագրավակ ենք իրականացնում, կարող են դիմել մեզ, անցնել համապատասխան նախապատրաստությունը, որտեղ սա որոշակի նաև գիտելիք է ենթադրում այս աշխատանքը, եւ Մարտունիում է սկսել, Մարտունիում կամ Վարդենիսում կամ Ճամբարակում սկսել ստորագրավակ։ Մենք այդ իմաստով հայակվին շատ բաց կազմակերպություն է։ Եթե կան մարդիկ, որոնք տեսնում են սրա անհրաժեշտությունը, պատրաստ են իրանք մեզ օժանդակել, պատրաստ են իրան ժամանակը ջանքը դնել, թող դիմեն մեզ այս հեռախոսահամարներով։ Եվ մի հարցեր բան չկա քանի որ վերջին շրջանում իշխանությունների կողմից հայակվի նախաձեռնությունը շատ է գլխավորվում, հնարավոր համարում եք, որ նրանք միգուցե փորձեն նախաձեռնությունը ներկայացնել նաև քաղաքական, ոչ թե սոցիալական, այդ առումով ինչ պատասխան արձագանք Տներություն, մենք չենք էլ թաքցնում, որ այս ամեն ինչի մեջ քաղաքական բան էլ կա, ենթատեքստ կա։ Ի վերջո խոսքը գնում է, այո, քաղաքականության մասին սոցիալական։ Սա սոցիալական քաղաքականություն է, եւ որպեսզի սոցիալական քաղաքականությունը նորմալ ուղղվածություն ստանա, պետք է նաեւ քաղաքական որոշումներ։ Բյուջեի ընդունումը դա քաղաքական որոշում է։ Եկեք բան չանենք, էլի չթաքնվենք բառերի հետևից։ Այո, սա սոցիալական, բայց քաղաքականություն է։ Դրա համար մենք այդ իմաստով չենք էլ անհանգստանում։ Իդեպ ես ասում, այս գործող իշխանությունը մեզ միշտ որպես քաղաքական է վերաբերվել, թե մեր նախաձեռնությունների մեծ մասը նախկինում եղել են քաղաքացիական։ Վերջերս դրա օրինակներից մեկն էր, երբ որ Վաղաշաբաթում մենք մեծ դիտորդական առաքելություն ենք ներկայացրել, փորձում էին էլի պիտակավորել, որ մենք քաղաքականապես չեզոք չէինք, եւ ի վերջո դա վերջացավ նրանով, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընդհակառակը արձանագրեց այն փաստը, որ մենք բոլոր միջոցները ձեռնարկել ենք ընտրությունների նախորդող շրջանում, որպեսզի քաղաքական չեզոքություն պահպանենք։ Եվ ի վերջո մենք մեր դիտորդական առաքելությունը իրականացրեցինք։ Ոստի ես ուզում եմ ասեմ, այո, սրա մեջ կա քաղաքական բաղադրիչ, մենք դա չենք էլ թաքցնում, բայց դա հավելյալ, այո, գործոնը հավելյալ ճնշում է իշխանությունների վրա, որպեսզի իրանք սրան արձագանքեն, որտեղ եթե իրանք մտածեն, որ սա մեջ ընդհանրապես ոչ մի քաղաքական բաղադրիչ չկա, ինչպես է մնացած բոլոր դեպքերում են իրանք անում, իրանք կարող են պարզապես անտարբերության մատնել։